Քրիստոսից առաջ 4-ից 3-րդ դարերի հույն պատմիչ ու զորավար Քսենոֆոնը հայերին ու Հայաստանը նկարագրելիս պատմում է, որ անցնելով Հայաստանի տարածքով հայկական գյուղերում հանդիպեց անուշահամ գինիներ եւ չամիչ։ Այո, մեր մշակույթն ու գինեգործությունը գալիս են դեռևս դարերի խորքից եւ նույնքան հին են, որքան մեր պատմությունն առհասարակ։ Մեր ժողովրդի ճակատագրի նման գինեգործությունն էլ բազում դժվարությունների միջով է անցել, բայց երբեք չի դադարել զարգանալ, ամրանալ եւ զարմացնել։ Հայկական գինեգործությունը, չնայած բազում դժվարությունների, վերածնվում է եւ աշխարհ գրավում նվիրյալների շնորհիվ։ Հասարակ գյուղացուց մինչև գինեգործության առաջատար մասնագետներ եւ արտադրողներ, մինչև Հայաստանի Հանրապետության սովորական բնակիչ եւ սպառող, որի սեղանին առկա հայկական գինին լցվում է գավաթի մեջ միշտ խաղաղության եւ առողջության բարեմաղթանքով երկրի եւ սահմանին կանգնած պաշտպանի համար։ Թեև հայկական գինեգործության աշխարհագրությունը շատ է լայն, բայց այսօր կշրջենք Երևանի գինեգործարաններում։ Կբացահայտենք Քյոշ, Օշին, Զուլալ, Նոա, Զարդ եւ Տուս գինիները։ Կհասկանանք, թե մեր այս մի բուռ երկրում այսքան հրաշք գինիներ ինչպես են ստեղծվում։ Քյոշ գինեգործարանի խոհանոցում մեր սիրելի ընկեր եւ գինեգործ Վահե Քյոշկերյանի հետ կպատրաստենք ավանդական շիշտաուկ։ Մի լավ կշփվենք գինու գավաթի ընկերակցությամբ եւ վերջապես կբացահայտենք շիշտաուկի պատրաստման գաղտնիքները։ Որտեղ կարելի է գինեգործությամբ զբաղվել Իտալիայից եւ Շվեյցարիայից դուրս։ Հենց այս հարցադրմամբ 325 տարվա պատմությամբ Շուլեր գինեգործական ընկերությունից շվեյցարացի Հակոբ Շուլերը 2014 թվականին եկավ Կովկաս, գտնելու գինու հայրենիքը եւ բացահայտելու յուրօրինակ խաղողի մի տեսակ, որից ստացված գինին կհամապատասխաներ եվրոպացիների քիմքին։ Որոնումները երկար ժամանակ անարդյունք էին։ Հարևան Վրաստանում իր փնտրածն այդպես էլ չգտավ եւ եկավ Հայաստան։ Հենց այստեղ էլ Շուլերը գտավ բարձրորակ հայկական էնդեմիկ խաղողը, այն, ինչ փնտրում էր։ Շվեյցարացի գործարարի ընտրությունը կանգ առավ տեղական էնդեմիկ արենի եւ ոսկեհատ խաղողների վրա։ Խաղողների մեջ մեր թագավորի եւ թագուհու այս ընտրությունը ինչ խոսք լավագույնն էր։ Ոգեշնչվելով Արարատ լեռան ստորոտին Նոյի տնկած խաղողի առաջին այգիների մասին պատմությունից, շվեյցարացու եւ հայաստանցի գործընկերների համատեղ ընկերությունը հենց այդպես էլ կոչվեց։ Արենիի Նոյը, Նոա of Արենի, կամ հապավումով Նոա։ Գինիների մասին բոլորը ունեն իրենց կարծիքը։ Մեկը կարող է քննադատել, մյուսը կարող է վախենալ, մեկը կարող է տխրել, չսիրել, սիրել, բայց անտարբեր գինին չի կարող թողնել եւ ոչ ոքի։ Եվ գուցե դա է պատճառը, որ 2017-ին ստեղծվեց նոր, հետաքրքիր, բայց շատ հին պատմությամբ ու ավանդույթներով մի գինու տեսակ, Նոա of Արենին, որը ներկայացնում ենք ձեզ հենց այս պահին մեր համի ուժով, որովհետև գինու համի ուժը շատ կարևոր է հասկանալ, տարբերակել եւ գտնել նրա կոնցեպտը։ Եվ իմ հյուրն է Արսեն Մկրտչյանը, Նոայի տնօրեն եւ համասեփականատեր։ Տարօրինակ է մեր ականջին հնչում այն, որ Շվեյցարիայից ինչ որ մեկը, հա, լավ խորագույն ավանդույթների կրող ու գինու զարգացման արդեն մասնագետ, ուշադրություն է դարձնում հայաստանյան գինեգործությանը։ Ոնց է գլգլում։ Մենք հայ ենք, մենք հայերով կարող ենք մեծարենք մեր գինին, հա, եւ շատ լավ կոմպլիմենտներ հնչեցնենք, դա մենք ենք անում։ Բայց երբ որ եվրոպացի, չեզոք, շվեյցարացի գալիս է Հայաստան եւ գտնում է Արենի եւ ասում է սա է լինելու իմ ստրատեգիկ մյուս գինին, հա, սա արդեն մենք չենք ասում, սա ասում է օտարը, հա, որը մենք կարող ենք ընդունել որպես բավականին օբյեկտիվ գնահատում իրականության, հա, մենք որտեղ ենք, մեր խաղողի տեսակը որտեղ է եւ ասենք ալտերնատիվը որտեղ է։ Արսեն, այ դուք խոսում եք գինիներից, ես ռոզեն եմ, չէ՞, բացում։ Ոնց եք ստանում։ Ստացվում է սպիտակի մեթոդով, երբ որ անմիջապես առանձնացնում ենք ուրեմն կեղևը, չանչազատումից հետո կեղևը եւ կորիզը եւ ինքը արդեն ֆերմենտացիայի է գնում որպես արդեն հյութ, հա, գինենյութ,
Ուրեմն մենք առաջին տարին սա փորձեցինք ստեղծել, սա մեր առաջին վարդագույնն է եւ կարծում ենք, որ բավականին հետաքրքիր է ստացվել։ Հիմա այս տարի 10 Օй, հրաշալի։ Ես էս պկոցը սիրում եմ։ Ուրեմն բավական հետաքրքիր է ստացվել, իսկ կարելի է ես լսնեմ։ Սիրում, անպայման։ Դուք հիմա կզգաք իր բույրը, ինքը բավական հետաքրքիր, հա, ունի բավական բալանսավորված գինի է համարվում։ Եվ բարդ է ստանալ լավ ռոզե։ Եվ բարդ է ստանալ։ Եվ գիտեք, ձեզ մի բան էլ ասեմ, օրինակ ամբողջ աշխարհում, հա, ինքը ռոզեի մշակույթը մի փոքր ավելի հետ է, քան թե սպիտակի կամ կարմիրի, հա։ Նոա ով Արենին ունի պատմություն ոչ թե միայն անցյալից եկած, այլև այսօր մեր ժամանակներում ստեղծվող, իսկ գինին ապրում է ինչպես մարդը, նրան պետք է սիրել, ընկալել, ըմպել, գնահատել, հետ ընկերություն անել։ Մարդը միայնակ երբեք չի կարող ապրել, հասարակական էակ է, այդպես էլ գինին, այն պետք է լինի ձեր ընտանիքներում եւ որքան մենք շատ զարգացնենք, այդքան շատ մենք կկարողանանք աշխարհին պատմել մեր մասին, մեր պատմության, մեր ավանդույթների եւ մեր խմելու սիրո մասին։ Փորձեմ ձեր նման հա բացել։ Պկով, կեցեք։ Ես Այդ շատ աղջկական կարմիր որպես կլասիկ ենք մենք շուկա մտցրել, բայց ինքը մաքուր կլասիկ չի։ Իրան մեջ դուք հիմա կարող եք զգալ նաև ֆրանսիական կաղնու, հա, դաբաղանյութերը, հա, կաղնու տակառի դաբաղանյութերը, ինքը այդ տիպությունը շատ նաև շոկոլադի ինչ որ համեր, տոներ, բույրն է ավելի տալի։ Հա, մոտարապես երևի 30%-ը ինքը տակառում հնեցված է։ Շնորհակալ եմ անչափ Արսեն, շատ հաճելի էր։ Նոան շուկայում է վաղուց 2017 թվականից արժի փորձել հասկանալ, համտեսել։ Իրականում 2019 թվականից, որովհետև մեր շուկայում չէ։ Հա, եվրոպական շուկայում 2017 թվականից կամ մի փոքր ավելի շուտ, իսկ հայկական շուկա մենք 1 տարի է։ Մեզ դիտում են աշխարհի տարբեր ծագերում, այնպես որ եվրոպական բոլոր խանութներում գնացեք ու փնտրեք մեր նոյին։ Բարձրորակ այս գինիների համար ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկված է։ Անգամ հնեցման համար նախատեսված տակառները մանրամասն ընտրվում եւ մշակվում են Շվեյցարիայի մայր գործարանի տակառագործական արհեստանոցում։ Կիլիկյան Հայաստանի արքա Օշինի պատվին են անվանակոչել Օշին գինիները, որոնք ստեղծվել են 2017 թվականին Վահե Քյոշկերյանի եւ շվեյցարահայ գործարար ու բարերար երազող Վահե Գաբրաշի համատեղ ջանքերով։ Վայոց ձորի Աղավնաձոր եւ Գետապ համայնքների հին այգիների փոքր հողակտորներից է հավաքվում արենի եւ ոսկեհաց սորտերի այն խաղողը, որից էլ ստացվում են յուրահատուկ վեհություն եւ նրբագեղություն շռայլող այս Օշին գինիները։ Նրանց յուրահատուկ համի մեջ կարևոր դերակատարումն ունեն խմորումն ու հնեցումը, որը կատարվում է մեր Արցախի կաղնեփայտից պատրաստված տակառներում։ Արման, խոսենք Օշին գինիներից, ինչպես երեքով որոշեցիք ստեղծել նոր գինի։ Մի հատ միտք առաջացավ, մի այնպիսի գինի արտադրել մեր այս առանձնահատուկ սորտերից, որը կառանձնանար մնացած բոլոր հիմա տեղի ունեցող այս իրադրությունից, այս իրավիճակից։ Ինչով պիտի առանձնանար։ Առանձնանար այն համաշխարհային այն օվկիանոսի մեջ այն կաթիլով, իր հասունության մակարդակով, արոմատիկ ինտենսիվությամբ, համիլիքությամբ, որպեսզի մենք առավելագույնս աշխարհին կարողանանք մենք մեզ համար եւ հետո աշխարհին ներկայանանք մեր շատ սիրելի, շատ հարգելի այդ սորտերով, ոսկեհատով եւ արենիով, ոսկեհատը որպես սպիտակ սորտ եւ արենի որպես կարմիր։ Մենք անընդհատ խոսում ենք արտաքին տպավորությամբ ոսկեհատի ու արենիի մասին, բայց ուզում եմ ասել, որ այդ երկու սորտերից անասելի տարբեր գինիներ են ստեղծվում, տարբերության մասին կխոսենք եւ ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել հենց խցանի վերին հատվածում գտնվող այն մետաղադրամի վրա, հնագույն, որի օրինակով այս Օշին թագավորի կտրած արծաթե դրամն է, որը մեր ընկեր Վահե Գաբրաշը ունի իր կոլեկցիայում։ Խաչով, սա եմ սիրում, խաչով։ Այսինքն մենք սիրում ենք մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, բայց պատկերացրեք այն ժամանակը 1287 թիվ ծնվում է, 37 տարի է բանը ապրում, որից ընդամենը մի 8-10 տարի է ապրում Օշինը, բայց այնպեսի
գործեր են անում, իրանք այն ժամանակ պատկերացնած, հիմա էլ այդ նույն բանն է, ոնց ժամանակ շրջապատածելով այդ ասպատակություններով, մուսուլմանական աշխարհ, արաբական աշխարհ, չգիտես ինչ վիճակ, խաչակիրներ, որոնք քիչ ավելի դաժան բաներ չարեցին էլի, քան այն մյուսները, այդ իրավիճակի մեջ հիմա գիտեք ինչ, ասում են երբեմն գինիների իմաստով թագավորների գինի եւ գինիների թագավոր։ Այ հիմա մենք այնպիսի մի հատ գինի ենք փորձել մտածել մեր կոնցեպտի մեջ, որ այնպիսի մի գինի արտադրենք, որը թագավորը վայել կլինի, էլի։ Գիտեք, իհարկե Արմանը շշմելու գեղեցիկ պատմում է, բայց քանի որ իր ձեռքին կային հարմարանքը, որով նա այդ գինին հենց հիմա տակառից հանելու է եւ ես փորձեմ, ես գերադասում եմ խոսքը գործին։ Ձեզ տեսնեմ Արման։ Շնորհակալ եմ Արման ջան, մենք օշին գինիները ներկայացրեցինք, շատ թեթև հպանցիկ, որովհետև որպեսզի խորքային ճանաչեք, պետք է խմեք։ Մայրս ասում էր, խմողը կամ ուտողը կհասկանա, չուտողը ինչ հասկանա։ Հիմա սա է։ Ինչքան էլ մենք պատմենք, միևնույն է պետք է խմեն, որպեսզի հասկանա կամ զգան։ Մի բան էլ ավելացնեմ Նազարեթ ջան ձեր ասացին, այս թագավորական համարելը գինուն հենց այնպես չի, մեր հայկական մշակույթի մեջ դա շատ դեռ վաղուց է գալիս, դեռևս մենուա ագիշտի այդ ժամանակներից, բաներ կա, սեպագիր արձանագրություններ կա, իրենք չէին հպարտանում, ասենք իրանց արած գործերով, որ գնացին այս ինչ քաղաքը, այս ինչ գյուղը գրավեցին եւ այլն բան։ Իրանց գրվածների մեջ գրած է, որ շինեցի այս ինչ այգիները, դարմայի այգիները, որ այլևս հիմա այսօր չկան։ Դրանումա ջրանցներ քաշեցի, այս արեցի, այսինքն Այսինքն առաջնահերթ հայի մեջ այս մշակույթն ա եղել դրած, կոդով դրած, որ որպես գոյատևման միջոց խաղողի տված բերքը, որովհետև իրոք խաղողը աստվածային է, որովհետև խաղողը որպես պտուղ իրան մեջ ամփոփում է, բնության մեջ եղած մնացած բոլոր պտուղների, մրգերի, այն ամեն ինչի ամբողջությունն է, հավաքածուն։ Դա համար մի ձևի շատ միստիկ է խաղողը։ Հենց այս պատահաբար չի, որ իրանով ռիտուալ են արել մեր թվակությունից առաջ հազարամյակներ առ Հեթանոսներից մինչև հին հույներից մինչև քրիստոնեություն ինչքան կարևոր դեր ունի, պատահական չի, այսինքն հիմա մենք մի 50 տարի հետո քրոմատոգրաֆիկ անալիզներ բաներ արեցինք, հիմա նոր մենք հասկացանք ինչքան բաղադրություն կա սրա մեջ, քանստերի մյուս պտուղների գինու թե խաղողահյութի խաղողից ծնված ամեն ինչի մեջ, թե կոնյակի սպիրտի մեջ, թե իրինութի մեջ շատ լուրջ բաղադրություն կա։ Այ օշինի մեջ մաքսիմում արոմատիկ ինտենսիվություն կա, ստեղ տարբեր մրգերին նմանացվող արոմատներ կգտնես, եւ սպիտակի եւ կարմիրի պարագայում։ Մենք սեղանի շուրջ կշարունակենք հասկանալ, թե ինչպես է երկու խաղողատեսակից այսքան տարբեր գինիներ ստացվում եւ որոնք են գաղտնիքները։ Լավ գինու հիմքը իհարկե լավ ու որակյալ խաղողն է։ Արարատյան դաշտավայրի բոլոր առավելությունները ստանում ու բարձրակարգ զարդ գինուն է փոխանցում Արմավիրի մարզի Զվարթնոցում աճող այգիների խաղողը։ Փոքր ծավալի բուտիկային արտադրությունը թույլ է տալիս անհատականացնել կապը խաղողի այգիների հետ եւ ստեղծել յուրահատուկ կուպաժներ, ընտրել լավագույն պրեմիում դասի խաղող, որպեսզի զարդ գինիների յուրաքանչյուր շշում արտացոլվի հայկական խաղողի էնդեմիկ տեսակների բազմազանությունը։ Հայկական գինիների շարքում զարդն իհարկե իսկական զարդ է, սակայն գինու անունը թյով է, Զվարթնոց, Զվարթուն, արթուն բառերի նման, եւ այս գինին ոչ թե շշմեցնում է, ընդարմացնում, այլ շշմեցնում է իր համով եւ զվարթացնում, զարթիր, լավ։ Մենք այս պահին համտեսելու ենք շատ գեղեցիկ գինի Զարթ անունով, որը ոչ թե պարզապես զարդն է, այլ Զվարթնոցի տաճարի եւ 7-րդ դարի ավանդույթների ու փիլիսոփայության կրողն է ինքն իրենով եւ մեզ այս գեղեցիկ հնարավորությունը ընձեռում է Բորիս Առաքելյանը, զարդ գինիների համահիմնադիրներից է։ Ուզում եք։ Սիրով, ես սիրում եմ այդ բույրը զգալ, Բորիս ջան, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ինչ լավներ։ Սպիտակ։ Ինչ խաղողատեսակ է ձեր սպիտակ գինին։ Խաղողը երկու խաղողի բլենդ է, որը ոսկեհատ եւ լալվարի սորտերն են։ Լալվարին։
Այո։ Լալվարին ավելի ակտիվացնում է։ Այո, Քաղցրություն ունի ինչ-որ։ միանշանակ։ Տեսեք, այստեղ խցանի հենց երկու կողմերում զվարթնոցի տաճարի սիմվոլն է, կարող ենք ասել, Այո։ հատուկ եք մտածել։ Ճիշտն ասած, այո, որովհետև քանի որ մենք ունենք այգի, գտնվում է Արմավիրի մարզում, Զվարթնոցում, եւ հենց միտքը առաջին հերթին կապել մեր Զվարթնոցի այգին եւ արվեստը, հենց Z' այդ եկած art-ը, որովհետև հիմնականում շատ ժամանակ ասում են զարդը մի քիչ սխալ է գրել, քերականական խնդիր կա։ Իսայանները եւ Առաքելյանները մեկտեղվեցին եւ ստեղծեցին The Art, որը արվեստի մասին է եւ չմոռանաք, որ Զվարթնոցի տաճարի 7-րդ դարից եկած բոլոր հիմքերը, արթուն հրեշտակների եւ գեղեցիկ այդ երևույթները զետեղված են այս գինիների մեջ։ Ռոզեն փորձենք, թե անցնենք կարմիրին։ Փորձենք ռոզե։ Քանի տոկոսեր։ 13.5։ Այսինքն չի կարող մեր գինին չլինել պինդ։ Դե չի կարող։ Ինչ ուրիշ էր։ Որ կարմիր խաղողն է այստեղ օգտագործված։ Այստեղ օգտագործված է կախետ խաղողը եւ արենի, то есть կախետի եւ արենի բլենդն է։ Այո, կախետի եւ արենի բլենդն է։ Բայց թթուն կախետինն է ինձ թվում է։ Թթուն էս կախետինն է։ Հա, հետաքրքիր ունի, որտեղ ռոզեն այդքան ավանդական թթվային չի լինում, ավելի լինում է մեղմ։ Քանի շիշ է համարվում բուտիկային արտադրությունը։ 10,000 ինձ թվում է, 10,000 շիշ։ Մեզ բոլորիս մաղթում են բուտիկային արտադրություն, գոնե առաջին этаպում։ Այո։ Որն է որակի չափորոշիչը բարիս։ Բարձրորակ բերք, բարձրորակ խաղող, որովհետև մենք մեր այգում Շնորհակալ եմ։ Տեղադրել ենք թե հակակարգատային ցանց ենք տեղադրել, թե կաթիլային ոռոգման այս սարքավորումները մեր ամբողջությամբ տեղադրենք, որպեսզի բերքը բավականին լինի թե ժամանակին, թե ճիշտ եւ հասուն։ Մեր թռչունները խաղող չեն ուտում։ Ուտում են, բայց մենք չենք թողում։ Ոսում ենք կողքը դրած մի ռագատկային ու քարը մենք քշում ենք։ Ես ուզում եմ ասել, ամեն դեպքում աշխարհում ընդունված է գինին համարել կարմիր գինի։ Թող ինձ ներեն բոլոր մնացած գինիների սիրահարները։ Անկեղծ ես էլ եմ միշտ նախընտրում եմ, նորը խմում եմ։ Իր մսոտությամբ, իր այն շերտերը, որոնք զգում ես կարմիր գինու պարագային, բացարձակ տարբեր են մնացածներից։ Հիմա ես ինչ եք զգում, ասեք ձեր կարծիքը։ Իր առաման ես կասեմ, ես զգում եմ անհավանական միացություն բոլոր գեղեցիկ բույրերի, տրամադրությունների, պատմության եւ որևէ առանձնացում ալկոհոլի, սպիրտի նկատի ունեմ կամ ինչ որ շերտազատում չկա, ինքս շատ ամփոփ համ ունի։ Շնորհակալություն։ The Art, ահա մեր հաջորդ բացահայտումներ համի ուժի շրջանակներում, իսկ մենք շարունակում ենք մեր ճամփորդությունը, մի քիչ գինովցած, շատ հուզված եւ շատ շնորհակալ այն բոլոր գինեգործներին, որոնք ահռելի աշխատանք են տանում։ Հայաստանի ամենահզոր սահմանապահ տավուշը հնում կոչվել է տուս։ Այդ անունը թեև վաղուց մոռացվել է, սակայն տուս գինիները վերականգնել եւ համեղ գինով հիշեցնում են գավառի փառավոր անցյալն ու հաջողությամբ շարունակում են տավուշի գինեգործական դարավոր ավանդույթները։ Տուսի համային առանձնահատկությունները ստացվում են շնորհիվ հայկական էնդեմիկ խաղողի լալվար սորտի։ Դրա յուրօրինակ ու հիանալի բալանսավորված համի, որը տուս գինիներին տալիս է առանձնահատուկ թեթևություն։ Հայաստանի Հանրապետությունում գործող շատ հետաքրքիր կաֆե ռեստորաններում միշտ կարող եք գտնել այն, ինչը կոչվում է տուս։ Այս 3 բառի մեջ կա մի ամբողջ պատմություն, եւ մենք այսօր Արամ Կիրակոսյանի հետ, որը հանդիսանում է բարի օր Արամ ջան, որը հանդիսանում է տուս գինիների ներկայացուցիչը եւ ամբասադորը բառից լայն իմաստով, մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես 2018 թվականը նշանավորվեց տուս գինիների լալվարի սորտի խաղողի բերքով եւ 19 թվականից ինչպես տուսը գրավեց իր յուրահատուկ տեղը հայկական գինեգործության մեջ։ Արամ, Տավուշի մարզը առանձնահատուկ է իր խոնավությամբ։ Եվ սառնությամբ։ Գինեգործության մեջ սառնությունը բերում է ուշ հասունացում, խոնավությունը բերում է երբեմն ավելի շատ հեղուկ, քան պետք է։ Համաձայն եմ։ Ինչպես եք պայքարում սրա հետ կամ արդյոք դա օգտագործում եք ի նպաստ։ Հենց այդ այս պատճառով, օրինակի համար, եթե մնացած կազմակերպությունները, հա, օրինակի համար ունեն բերքահավաքը սեպտեմբերին, մենք անում ենք օրինակի համար հոկտեմբերին։
Ընտիր։ Պլյուս այդ ամեն ինչին մեր խաղի դաշտը, հա, այսինքն ինքը 450 մետր բարձրությամբ է ծովի մակարդակից, բայց այդ տարածաշրջանում ինքը ամենացածրն է։ Այսինքն մենք իրան շատ ջրելու խնդիր էլ չունենք, ճիշտ է, բնականաբար ինքը մի փոքր ավելի թթվաշ է ու դա կտեսնենք արդեն հենց խաղի համի։ Որ բացեք կտեսնենք։ Իհարկե, հա, բացանք, միանշանակ։ Որն է տարբերությունը դասականի, կլասիկի եւ ռեզերվի սպիտակ գինիների միջեւ։ Դասականի դեպքում նա պատրաստվում է ջրանգոտող պողպատի մեջ 10-ից 12 ամիս։ Այո, ինչի կողքնել, որ այո, կանգնած ենք այսօր։ Ռեզերվի տարբերակում ռեզերվը պատրաստվում է հենց տակառի մեջ։ Կոնկրետ մեր ռեզերվի մասին է, հա, խոսքը տուսի ռեզերվի։ Այսինքն խաղողի յուտը քամելուց անմիջապես հետո լցվում է տակառ։ Լցվում է տակառ, Ղարաբաղյան տակառներն են, իհարկե, որոնք որ ունեն իրանց յուրահատուկ համը, հա, որ Կախնում։ Այո, միանշանակ։ Ասում են, որ Հայաստանի կաղնին ունի ավելի սուր բնավորություն։ Հա, ավելի ագրեսիվ, եկեք սենց ասենք էլի, հա։ Հա, իհարկե։ Դե գիտեք, լավ կյանքից չէ։ Լավ կյանքից չէ, որ մեր ծառերն անգամ ունեն այդ բնավորությունը։ Շնորհակալ եմ։ Բայց ես անասելի ուրախ եմ, որ մենք գինեգործության մեջ, շնորհակալ եմ, կարողանում ենք համատեղել մեր ընդգծված բնավորությունը եւ մեղմել այն բույրերով, քամիներով, չգիտեմ, ֆերմենտացիոն տարբեր հնարքներով, որոնք կարեւոր են։ Մեր խաղողն էլ է մեզ արժանի։ Սա էլի լալվարի է։ Այո, լալվարի է։ Այստեղ արդեն կզգաք, հա, կարամելային եւ Հա, զգում եմ։ Մի քիչ էլ գիտեք մուսկատի արոմա կա։ Մի փոքր կա, այո։ Բայց իրան պետք է մոտավորապես 5-ից 6 րոպե, որպես ինքը լիովին բացվի։ Դեկանտ չենք անում իհարկե։ Ասեմ, դե ռեզերվ է։ Ամեցիկ։ Բայց սա հիանալի ապերիտիվ կլինի։ Ինքը որ լսում են ռեզերվ, մտածում են ծանր է լինելու, բայց ինքը շատ թեթև։ Սա ավելի ապերիտիվ է, բայց ձեր կլասիկը շատ կսազի ձկան հետ։ Միանշանակ Սա սպիտակ։ ավելի կսազի աղանդերի հետ, քաղցրություն չունի, դրա մասին չէ խոսքը։ Ուղղակի բույրերը հետո հետհամային ծաղկային բույր ունի մի հատ ուրիշ։ Այդ անթառամների, բան, չգիտեմ, Վայրի, հա, մի փոքր վայրի ու չթառամող ու չչորացող ռեզերվ ծաղիկների, այդ հետհամը տալիս է իհարկե ապերիտիվի ցանկություն։ Նախուտեսների հետ մատուցվող խմիչքի մասին ենք խոսում։ Եվ իհարկե մեր սպիտակի ռեզերվը մենք խորհուրդ ենք տալիս մատուցել կարմիր գինու բաժակով, որպեսզի ավելի շուտ բացվի ինքը։ Այո։ Եկեք խոսենք դեկանտից, այսինքն օդի հետ այն տարանջատում, հա, սինթեզից, այսինքն եթե տենց թարգմանենք տարանջատում։ Պատմենք ինչ է դեկանտը եւ արդյոք որքանով է կարեւոր գինու ընկալման գործը։ Նայեք ոնց է, այսինքն ինչու են ֆրացնում, հա, այսինքն գինին բաժակի մեջ, Հագեցնում ենք թթվածնով։ Այո, դուք շփում եք գինին օդի հետ, հա, որպեսզի ինքը ավելի շուտ բացվի։ Իր բոլոր ունակությունները, որ ինքը պահել է հենց շշի մեջ եւ գինեգործն ներդրել է այս գինու մեջ, ինքը ավելի շուտ գա բալանսի, թե այս բալանսը, այսինքն ինչի մասին ենք խոսում բալանս, համը եւ հոտը։ Երբ որ դուք առնում եք ինչ-որ մի հոտ, խմում եք, բայց ինքը հենց նման է հենց այդ հոտին, դա նշանակում է, որ դա հենց բալանսն է։ Մենք հասել ենք այդ մեր նպատակին, որ այո, գինին բալանսավորված է։ Գնեք մեր հայկական գինիները, հայաստանյան արտադրության գինիները։ Գնեք, հյուրասիրեք ձեր բոլոր օտարազգի ընկերներին եւ հյուրասիրեք հպարտությամբ, հիացմունքով, արժանապատվությամբ, որովհետև այն որակը, որը մենք այսօր ստանում ենք մեր փոքր Հայաստանում, իսկապես հիրավի արժանի է մրցակցելու աշխարհի լավագույն գինեգործական ընկերությունների ու ավանդույթների հետ։ Հազարամյակների ընթացքում հայկական լեռնաշխարհում աճող խաղողի մի քանի 100 սորտից մենք ընդամենը դեռ տասնյակներն ենք օգտագործում այսօր։ Դրանցից որոշները, ինչպիսիք են թոզոտը, ճիլարը, կողբենին, նազելին, կարմիր կոթը, վերականգնվել են եւ առաջին անգամ խմորվել են փոքր էքսպերիմենտալ պահամաններում, զուլալ գինիներ պատրաստելիս։ Արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Այս գինիները ի դեպ շուկայում առկա են խիստ սահմանափակ քանակությամբ, այնպես որ եթե հանկարծ հանդիպեք, արագ ձեռք բերեք, որպեսզի հասցնեք վայելել։ Էմի, ինչպես է ստեղծվել զուլալը, ինչու եք ընտրել զուլալ անունը
եւ որ թվականից է արդեն Զուլալը հայկական շուկայում։ So Զուլալ մենք սկսեցինք, որովհետև շատ պետք ենք սովորել մեր խաղողի մասին։ Ունենք շատ տարբեր սորտ եւ մարդ հիմա անում են ոսկեհատ, արենի, բայց ունենք 30-40 խաղող եւ շատ հին հայերեն խաղող են։ Եվ Զուլալի հետ մենք անում ենք այս էքսպերիմենտ, այս թանկ շատ փոքր են, մեկ 1000 լիտր են եւ Շատ լավ էր, այս թանկերը շատ փոքր, 1000 լիտր։ Փոքր չէ, իսկական է։ Որտեվ շատ դժվար է այս խաղող to find։ Թոզոտ, չիլար, մենք Ո՞րն է թոզոտ խաղողը։ Թոզոտ վայոցորո։ Բայց մի քիչ կա, մի քիչ պետք է գնալ նայել, հոսել, հա, շատ դժվար է, որտեվ շատ չի գա, բայց շատ տարբեր է եւ շատ պոտենցիալ կա։ Ես ձեզ ասեմ անկեղծ։ Մեջը ունի մուսկատի բույր։ Okay. Մի քիչ ունի մեջը քաղցր, մեղրային քաղցրություն։ Հա, շատ ripe, կարծր։ Կարծր չի, մենք բոլորին հա կարծր չի, բայց ripe։ Հա, բայց ripe։ Հասուն է։ Հասուն է։ Հա, Զուլալը եկավ հայկական իրականություն իր բաժակներով։ Հա, մեր չի, բայց Հայաստանի համար այս բաժակ Արենի բաժակն է եւ Riedel is the brand, օստրիական բրանդն է եւ շատ ուժեղ բրանդն է global միասին խոսում ենք, որովհետեւ 60-70 տարի առաջ they created concept-ը ամեն խաղող պետքա ունենալ իրան բաժակ։ So Pinot Noir պետքա Pinot Noir բաժակ ունենալ եւ Chardonnay բաժակ եւ Արենի մենք որոշեց մենք պիտի ունենալ մեր բաժակ։ Այսինքն երբ որ մենք այստեղ գալիս ենք ու օդը բացում ենք, հատուկ նրա համար է, որպեսզի ավելի արագ բացվի օդի հետ խաղա, դեկանտինի։ Այո, Շուտ բացվի։ Այո, որովհետեւ Արենի այս արենի, բայց մենք օգտագործում ենք ոսկեհատ եւ չիլար եւ սպիտակ խաղող, որովհետեւ օգտագործում ենք լավ մեր բոլորին խաղող, բայց արենի շատ էլեգանտ խաղող եւ շատ դժվար է գինեգործարանում, որովհետեւ շատ սենսիտիվ է, բայց երբ լավ անում ես գինեգործարանում շատ կոմպլեքս եւ շատ էլեգանտ եւ texture կա եւ մերկային լավ եւ pepper, spice եւ այս բաժակ երբ նայում եք մի քիչ թուլիպա եւ թուլիպա so երբ արոմա արոմանուս եւ ամեն ինչ եթե նայում եք շատ բալանս է գեղեցիկ Շնորհակալություն Էմի։ It's great. Yeah, thank you. It's a pleasure. Thank you. It's my pleasure. Ինձ է հաճելի եւ մեզ է հաճելի, որ մենք կարող ենք բացահայտել այս Զուլալը իր բաժակով, հիշեք, կակաչային տեսքով, ճիշտ օդի հետ, թթվածնի հետ ճիշտ ռեակցիաներով տալիս է այն համային զգացումները, որոնք որ պարտադիր պետք է լինեն գինու համտեսի ժամանակ։ Պատմական ցավալի իրադարձությունների պատճառով աշխարհով մեկ սփռված մեր ժողովուրդը այսօր մեր ուժեղագույն կողմերից մեկն է։ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերն իրենց գիտելիքը, փորձը, ժամանակն ու ռեսուրսներն այսօր ներդնում են հայրենիքը զարգացնելու համար։ Նրանցից է Վահե Քյոշգերյանը։ Կալիֆոռնիայում եւ Իտալիայում գինու բիզնեսում իր երկարատև կարիերայից հետո գալով Հայաստան նա որոշեց զարգացնել հայկական գինեգործության մշակույթը եւ իհարկե տարածել այն։ Այսօր նրա հիմնադրած Wineworks-ը սկսնակ գինեգործներին տրամադրում է գինեգործական եւ խաղողագործական ծառայություններ, եւ նրա շնորհիվ տեղական ու միջազգային շուկայում իրենց հաստատուն տեղն են գտել արդեն տասնյակից ավելի հայկական ապրանքանիշեր։ Քյոշգերյանը մի շարք գինիների հեղինակ եւ հիմնադիր է, սակայն դրանց շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Քյոշը, ավանդական մեթոդով արտադրված առաջատար հայկական փրփրուն գինին։ Սա պարզապես գինի չէ, այլ կյանքի ճանապարհորդության եւ ծայրահեղության հասնող արկածախնդրության մի պատմություն։ Դեռ 1998 թվականին Վահե Քյոշգերյանն այցելելով Հայաստան, սահմանապահ Խաչիկ գյուղում ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա հիմնադրեց խաղողի այգին։ Այսօր աշխարհի ամենաբարձրադիր այգիներից մեկում աճեցված հենց այդ խաղողից էլ պատրաստվում է համեղ ու բացառիկ քյոշը։
այս բանին Վահե Քյոշկերյանն է իմ կողքին, ես կասեմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր գինեգործ եւ նա համեստորեն իրեն ներկայացնում է որպես Wineworks-ի հիմնադիր եւ հիմնական գործող անձ։ Վահե, վերջապես պահն է եկել ձեր անձնային գինիները ներկայացնելու, թեև դուք 12 թվականից ակտիվորեն գործում եք այստեղ, բայց Քյոշ գինին ստեղծվել է 13 թվական։ 13 թվականին։ Այսինքն 13 թվականի բերքից է, որ մենք սկսել ենք վաճառել 16 թվական։ Այդքան մշակել եք։ 3 տարի քոնե սպասում ենք։ Այսինքն այս մեթոդը շամպենոզ, որ պրպուրունգինի է շամպանի ոճով, խմորումը անցկացնում ենք շշի մեջ։ Եվ երկար է տեղ։ Մինիմում 2 տարի մնում է շշի մեջ, sense բարգած գնացան սյուրլատ ֆրանսերեն գողքի վրա մնում է մինիմում 2 տարի տրոժի վրա։ Շատ հայկական բան է, որ ունենք գինին, ունենք խաղողի բերքը, ունենք ամեն ինչը, բայց դնում ենք կողքի վրա հայկական է, որ հենց հյուրը գա հանենք եւ հյուրասիրենք 2 տարի անց։ 2 տարի անց կամ 2 կամ 3 տարի անց։ Այդ էսի յուրահատուկ մասն է շամպայն սարքելու, որ պետք է սպասել։ Մի քիչ դժվար է, չենք չստիմանում, մեկ գոմնագի մի շիշ պայթացնում ենք, նայենք ոնց է ընթացքը, ինչ է պատահում, բայց մինիմում 2 տարի մինիմում։ Բայց ի սկզբանե տակառի մեջ է լինում, թե կարասի։ Ընդհանրապես ոչ, ընդհանրապես ներժի բահամանի մեջ ենք անում, բայց նաև ունենք նայեք, շամպանի բարակային նաև Ֆրանսիայում գա կրուկ, բոլանժե, որ անում են դագարի մեջ, ժիրո, դագարի մեջ։ Սիրում եմ, լավն է, շատ լավ, կորզանո շատ սիրուն է։ Ու կա նաև ոչ, որ չկա դագար։ Այսինքն երկուքն էլ կան, մենք ունենք նաև փորձ դագարով։ Արած ենք ոսկեհատ դագարի մեջ, մաքուր ու սարքած ենք, բայց շուգայում չկա։ Հələ Երևան մի տարի ու կես, քոնը 3 տարի արդեն գնաց է։ Մի տարի ալ սպասենք, 4 տարի։ Մենք չենք սպասում, մենք հիմա կփորձենք սիրով։ Վահե, ինչու որոշեցիք անել փրփրուն գինի, որը տեխնոլոգիապես շատ ավելի բարդ է։ Քանի որ ես Իտալիայում արեցի գարմիր գինի, սպիտակ գինի, ու դեմ գալիս է որ ասենք 30 տարի կարող եմ։ Շնորհակալ եմ շատ։ Այդ նրբություններն են շատ կարևոր, այդ փոքր բաբլները, այդ ուլունգը, որ նուրբի բարակային, որ դարի է անցնում, բողոքներ փոքրանում են։ Այսինքն ինչքան տարին գնում է, այդքան բողոքջակը փոքր։ Եթե 10-15 տարի մնաց, քրեթե չի մնում բողոքջակ։ Ճիշտ եմ հասկանում, որ ճնշումն է կարևոր։ Այո, 6 ատմոսֆեր ճնշում կա, ու այդ երբ որ 2, 3 կամ 4 կամ 5 տարի մնում է, ավելի էլեգանտ է դառնում, ավելի նուրբ է դառնում, ավելի սիրուն է դառնում, so։ Այսի հայկական սորտերով է, by the way։ Ինչ է։ Ոսկեհատ եւ խատուն։ Խատուն խարջի եւ ոսկեհատ ու փրփրուն գինու համար կարևոր չէ շաքար։ Փրփրուն գինու համար կարևոր է թթվություն։ Ուրեմն մենք խաղով առնում ենք վերջի 5 տարին մի խաչիկյուից, Վայոց ձորի խաչիկյուը, որ Հայաստանի ամենաբարձր այգիներն են։ Եվ ամենամոտ տեղերից է սահմանի։ Կենաց, կյանքի համար ենք խմում, չէ՞, կենաց բառով, եւ ձեզ ասեմ, իհարկե Քյոշը ունի շատ հետաքրքիր յուրահատկություն, ունի հային ոչ բնորոշ թեթևություն, բայց միևնույն ժամանակ իր ֆրանսիական ռոմանտիզմով ունի հայի էմոցիոնալությունը։ Հա։ Վահե Քյոշկերյանին հյուրընկալվել եւ միասին որևէ համեղ ուտեստ չպատրաստել իհարկե անհնարին էր։ Միասին պատրաստելու ենք շիշ տահուկ։ Անհրաժեշտ է հավի կրծքամիս, սխտոր, աղ, պղպեղ, սխտորի սոուս, մածուն, պղպեղի մածուկ եւ ձիթայուղ։ Այս ամենը պետք է մի լավ խառնել եւ ստացված խառնուրդով մարինացնել հավի կրծքամիսը։ Հավու կրծքամիսն է, որ ընդհանրապես բավական արդեն մենք գծած ենք հավու կրծքամիսը։ Ուրեմն այտեմները բարձ են։ Սխտոր։ Ունենք սխտոր, աղ, բիբար, շիշ տահուկը, այո, ոչ միայն սխտոր կա մեջը, նաև դալիս են այդ սպիտակ սխտորի սոսի, չէ, սոսը egg white-ով որ ձուի սպիտակով են անում, լուրջ սխտոր է։ Ես գժվում եմ այդ Էնա ու մածունա, բիբարի մածուկա։ Բիբարի ջուր են ասում, բերութում են։ Բիբար, այո, բիբարի ջուր։ Բայց ինքը բիբարի մածուկն է, ասել տոմատի մածուկը։ Կարելի է գուզոնել, քաղցրանել, այսի բլենդ է, գիսա, հա, ասենց քանի սխտոր էքստրա վիրջին օլիվ օիլն է, ասենք ամենալավ որակի, աղ բիբար,
Եվ մածուն որովհետեւ խոնավ մնա հավը միսը։ Դրա համար չի չորանում, շիշ տաուկը։ այո, Մածունն է։ Հա, մածունը որ լիկվիդ բանը հեղուկո դա, մայոնեզը շատ քաղցրոտ է, մի քիչ չի ստացվում, բայց մածունը օքեյ է։ Նայես մերնա մածունը, շիշ տաուկը, շիշը էսա արաբերեն, շիշ։ Շիշ են ասում, տաուկն է հավն է։ Հավը։ Շիշ տաուկ, այսինքն շամպուրի վրա հավ։ Մենք պատրաստում ենք շիշ տաուկ, որի սոուսի գաղտնիքները այսօր Վահեն մեզ համար բացահայտեց, շատ էի ուզում, այսօր ստացվեց։ Հիմա պետք է շամփրենք։ Տնենք, ես անեմ, Հա, սիրո։ Տղամարդը պետք է շամփրի։ Հա, Կենաց, Cheers։ Abrek երեխեք։ որպեսզի լավ լինի, որպեսզի միշտ զնգա Cheers։ հայոց սեղանին այս գավաթի ձայնը, խմենք մեր գինիները եւ վայելենք շատ համեղ ուտեստներ։ Բերութական, հայկական, լիբանանյան, լիբանանյան, խարը, խոհանոց, հետաքրքրական։ Ուրա մեր սարքած շիշ տաուկը։ Շիշ տաուկը գալիս է։ Գալիս է։ Գալիս է։ Ռաֆին այնտեղ Այսքան աշխատեցինք։ Ռաֆի, եկեք ինձ մոտ խնդրում եմ, մեզ պատմեք ինչ ենք այսօր վայելելու սեղանի շուրջ։ Ուրեմն այսօրվա ջաշերը դիտելա միլիտարյան ջաշեր, մի քիչ հայկական, մի քիչ միլիտարյան։ Միջերկրածովյան, Միջերկրական ծովի ջաշեր են բաղավես։ Ուրեմն ունենք ֆետուշը։ Ունենք մութաբելը, որ խորոված բադրջանով է, համոսը ունենք, իջլի դաբագած դարբերակն է։ Սամբուսակ, որ խմորի մեջ մի սովետի շատ հետաքրքիր համուն արոմա ունի, cheese roll, որ բանիրով է, եւ ունենք սպանախով բյուրակը։ Դա սալատն է, կարմիր բիբերով սալատը։ Կարմիր բիբերով սալատը, որ հիմա հանի շիշ տաունի հետ պիտուտեք։ Եվ մեր սարքած շիշ տաուկն ենք հիմա ուտելու, նաեւ ձեր սարքածը ու ուտելու ենք ինչ ֆիշնա քաբաբ։ Բալով կեբաբ։ Բալով քաբաբ։ Ռաֆի ֆիշնա քաբաբ։ Ֆիշնա քաբաբ, բալով քաբաբ։ Շատ հաճելի էր։ Հաճելի էր։ Նույնիսկ ժամանակ այսքան հավես, այսքան աշխատանք մեր գինեգործության համար, մեզ այս կարևոր փոփոխություն է, թե մեր կուլտուրայի համար, թե ուտել, խմելու այդ բոլոր բաները փոխվում է։ Գիտեք, եթե գինեգործները այնքան ահռելի աշխատանք են անում, որպեսզի մենք ունենանք մեր սեղաններին որակյալ գինի։ Ոչ թե լոկ հայկական, այլ հայկականի լավագույնը եւ աշխարհի մակարդակով։ Ու մենք սովորական սպառողները սպարտավոր ենք այդ հարգել, գնահատել եւ զարգացնել։ Ամեն մեկը իր սֆերայում, իր ձևով։ Thank you։ Հայաստանը սիրելու երկիր է, անբացատրելի ու սրբազան հայրենիք։ Հողի ամեն մի փշուրը, խաղողի ամեն մի հատիկը, գինու բոլոր կաթիլները արարող հայ մարդու պատմությունն են։ Երկար տարիներ մենք երազել ենք մեր անկախ պետությունն ունենալ եւ դրա համար արել ենք ամեն ինչ, զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ մեր կյանքը։ Ու թող այսուհետ որպես արյուն միայն հայոց գինին կաթա մեր մայր հողին։ Եվ ինչպես երկիր Նայիրիի մեր հզոր պոետ Տերյանը կմաղթեր, որպես Փյունիկ կրակից կելնես նոր գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր, արիացիր, սիրտիմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ, որպես լույս լեռն է մեր կանգուն։